Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ես չարից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես Սաղմոս 23:4 Ահա թե Սուրբ Հոգին քրիստոնյային որքան անկախ կարող է դարձնել արտաքին հանգամանքներից Ինչ պայծառ լույս կարող է շողալ մեր ներսում, երբ դրսում ամեն բան խավար է, որքան հաստատուն, ուրախ, հանդարտ և խաղաղ կարող ենք լինել մենք, երբ աշխարհը այս ու այն կողմ տարուբերվի և երկրի սյուները շարժվեն, նույնիսկ մահն իր սարսափելի ներգործություններով ի վիճակի չէ ընդհատելու քրիստոնյայի սրտի մեղեդին, այլ ընդհակառակը, նա այդ մեղեդին ավելի քաղցր, ավելի մաքուր և ավելի սուրբ է դարձնում, այն միաձուլելով երկնային երգչախմբի օրհնաբանությանը և ժամանակավոր ուրախությունը փոխարինելով հավիտենական երանությամբ։ Եկեք ուրեմն ապավինենք օրհնյալ Հոգու զորությանը մեզ մխիթարելու համար։ Թանկագին ընթերցող, դու ծանր աղքատության մեջ ես, մի վախեցիր, Աստվածային Հոգին կարող է քեզ շատ ավելին տալ քո կարիքի մեջ, քան հարուստներն ունեն իրենց առատության մեջ։ Դու չգիտես, թե ինչ ուրախություններ կարող են կուտակվել քեզ համար այն խղճուկ հյուղակում, որի շրջակայքում շնորհքը գոհունակության վարդեր է տնկում։ Արդյոք անհանգստացած ես մարմնիդ տկարությունների համար։ Արդյոք մտածում ես, որ տառապանքի երկար ու ձիգ գիշերներ և ցավերի տանջալի օրեր են սպասվում քեզ։ Օ, մի տրտմիր, այդ անկողինը կարող է փառքի աթոռ դառնալ քեզ համար։ Քեզ քիչ է հայտնի, թե ինչպես կարող է մարմնիդ խոցող ամեն մի ցավը մաքրող կրակ լինել քո անմաքրությունները սպառելու համար, փառքի ճառագայթ հոգուդ ծածուկ տեղերը լուսավորելու համար։ Արդյոք աչքերդ մթագնում են, Հիսուսը կլինի քո լույսը։ Արդյոք ականջներդ հուսախաբ են անում քեզ, Հիսուսի անունը քո հոգու լավագույն երաժշտությունը կլինի, իսկ նրա անձը քո թանկարժեք ուրախությունը։ Սոկրատեսն ասում էր. «Փիլիսոփաներն առանց երաժշտության էլ կարող են երջանիկ լինել, սակայն քրիստոնյաներն էլ ավելի երջանիկ կարող են լինել, երբ ուրախության բոլոր արտաքին պատճառները բացակայում են։ Քեզանով կհրճվի իմ սիրտը, ով իմ Աստված, ինչ էլ որ կատարվի շուրջ բոլորը, և քո զորությամբ, ով օրհնյալ Հոգի, իմ սիրտը կցնծա, թեև ամեն բան հակառակ լինի ինձ»։